Ցեղասպանության օրվա իր հայտարարության եւ Էրդողանի հայտարարության մեջ նմանության եզրեր տեսան եւ նաեւ ընդհանրապես ԿՊԱ-ականներին հարողներին մասնավորապես որտեղ տեսա այսօր ցանցերում քննարկում էր գնում Հակոբ Մովսեսի հարցազրույցի հետ կապված, խնդրեմ։ Գիտեք, Հակոբ Մովսես, որ ասում եք, ես էլ նյութեր ստացա եւ նաեւ տեսա մեր գրողներից մեկի գրառումը, ինքը ինձ նյութ չէր ուղարկել, ես իր գրառումը տեսա եւ փորձեցի պարզել, այս ինչ հերթական սխալը գործել կամ չգիտեմ հայտարարությունն է արել, յենիչերիությունն է արել։ Եվ մի առիթը օգտագործելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հակոբ Մովսեսի տիկնոջը, ով իր այդ Հակոբի վկայությամբ ափսեները շպրտում է վրան, հույսում եմ տիկին, որ դուք շարունակում եք ափսեները դրա գլխին ջարդել, որտեվ այո, դա այն գոյանքն է, որը դուրս է հայոց արժեհամակարգից եւ այո, ափսեները գլխին ջարդելով գուցե ինչ որ բջիջներ արթնանան եւ փորձի թեպետ ես հասկացել եմ, որ այս մարդը լափով է չափում իր կենսագրությունը։ Կա լափը, այդտեղ կմնա, չի լինի լափը, այդտեղից կփաչի։ Սա ժամանակին հայտարարել էր, որ ուրեմն գրողների միությունը ավելորդ կառույց է։ Հիմա բոլորից շուտ է գալիս այդ վարչության նախագահության նիստերին, բոլորից շուտ։ Եվ ես այդտեղ իր ներկայությամբ ասեցի, Շեքսպիրը սրա նմաններին է ասում, ինչպես կարելի է ժպտալ եւ միևնույն ժամանակ սրիկա լինել։ Բայց դու ծպտուն չանեցիր գոյանք, որտեղ դու Էտել չկա, տղամարդկային շուշ չկա, այդ մի մարդ եթե գերում է ֆլորային հիշելուց լացը մնում, արա բայց լացես, բայց դու կարա իր ֆլորա սիրեիր, արա, քո նման մի ուրիշ գրողել կա, ասում է, տենաս քեզ տակ հագցրել է ինձնից հեռու բան, սիրած աղջկան տարել են ինչ որ բան անելու, տենաս քեզ լավ է հագցրել, բան վերջում երևի ասում է տենաս քեզ լավ է գուրգուրել։ Կամ այս մտածողության գրողները ոնց կարող է սերունդ կրսել այն դեպքում, երբ տղամարդիկ երկրից երկիր պատերազմ էին հրահարում իրանց սիրած աղջկա համար, որ հասնեն այդ սիրուն, որտեղ սերը աստվածային բարձր արժեք է, որի գիտակցումը դուք չունեք կամ գիտակցումը ունենալու կարողությունը չունեք։ Ու հիմա դու դրել ես արա ասում ես ժողովուրդն ես, հայ ժողովրդին մեղադրում ես, որ չկարողացավ ցեղասպանության օրերին, ուրեմն այդ մեծ նախ ցույց է տվել այդ դիմադրությունը եւ ունեցել ենք արժանավոր ֆիդայապետեր, որոնք պայքար են կարողացել կազմակերպել եւ ելի ամբողջ աշխարհի համաձայնությամբ դրել ու ոչնչացնում էին մեր ժողովրդին եւ այդ տարածքները պիտի խլեին եւ այո հենց Անգլիայի նախանձն էին շարժում մեր են գործարարները, որոնք այդ նավթին էին տիրապետում, մյուս ամեն ինչին էին տիրապետում եւ այդ ամեն ինչի արդյունքը պիտի լիներ դա։ Այդ դրեք մի հատ վերլուծեք, տեսեք, հասկացեք եւ էլի Հրանտ Մաթեոսյանին հղում անեմ իր 50-ամյակն էր, երբ գրողների տան դահլիճում ասացին, ինչի ցեղասպանության թեմային չեք անդրադառնում, ասած ես մակերեսային անդրադարձ չեմ անելու, թող ինձ թույլ տան Գերմանիայի արխիվը, Թուրքիայի արխիվը, Անգլիայի արխիվը, Ռուսաստանի, ես առաջի անգամ Գերմանիայի անունը այդտեղ լսեցի, 21 տարեկան է եւ զարմացա, որ ոնց թե ուրեմն Գերմանիան էլ հա այստեղ խնդիրները առաջացնել, Անգլիան մյուսը, եւ հետո երբ արդեն որոշակի ուրեմն նյութեր հրապարակվեցին, առավել եւս անկախության շրջանում ես տեսա, որ այո, տարբեր երկրներ, տարբեր չափի հանցանքներ են գործել մեր ժողովրդի հանդեպ, բա հիմա այս պատերազմում գնայիր պիտանի լինեիր, արա, բա գնայիր Վաչագանին եւ իր ջոկատին ջուր կազմա, չեմ ասում տանեիր, դու տակը փամփերսը կլցնեիր, արա, կազմակերպեիր ջուր տանեիր։ Պետություն չկար, բայց դիմադրությունը ցույց են, բա հիմա պետությունն ես, դա հիմա քանի որ ինքը բա իրան ասա, բա ինչի տենց, դա ոնց կասի, բա հետո բա լափը տարան, ես ու դու ենք լափ տանում, հազոլաչեմ, իրանք պատրաստ են ծախել, իրանց համար ճշմարտությունը չի կռվանը, իրանց համար կռվանը սեփական որովայնն է, իրանք պիտի կարողանան այդ խնդիրը լուծել, այն ձեռի հետ գրականություն են իբր բանեցնում, չկլաս, որ իբր ցույց տան, թե այո, իրանք ունես խելոք բան, գրական աշխարհի մարդիկ են, բայց իրանց առաջ ունենալով այդ մեծերի կերպարները փոխանակ դրանցից սովորեին ամեն կերպ ուրեմն փորձում են անվանարկել այդ դասական արժեքները Դեր դրա տակ են, չէ՞ մնացել, իրանց թվում է, որ Դե իրանք դրա տակ չեն մնացել, որ նախ իրանք ուր, նրանք ուր, իրանք շատ հեռու են հերապես գրականից